Պրեմիերա Armflix կինոհարթակում Ապրիլի 19-ից հարթակում կցուցադրվի 16 մասից բաղկացած 13 վայրկյան կատակերգությունը։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանը, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանը, երկրորդ ռեժիսորը Ալեքս Պետրոսյանն է, բեմադրող օպերատորն Էդգար Գրիգորյանը։ Գլխավոր դերերում սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Լիանա Վանոյանն են։ Դերերում Իշխան Ղարիբյան, Սարգիս Մանուկյան, Մարտին Բաբախանյան, Անդրանիկ Հակոբյան, Մուրադ Նադիրյան, Մկրտիչ Քեբաբչյան, Ջուլիետտա Ստեփանյան, Օլյա Հակոբյան եւ ուրիշ հայտնի դերասաններ։ Այս նախագիծը տարբերվում է հայկական շուկայի մյուս կատակերգություններից նրանով, որ ինքը ոչ թե հեռուստատեսային ամերիկյան սիթքոմի կանոնների նախագիծ է, այլ ինքը եվրոպական իրադարձությունների կոմեդիա է։ Ես միշտ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը այդ տարբերությունը հասկանա ու հիմա լավ առիթ է, որ այդ տարբերության մասին երկու բառ ասեմ, գոյություն ունեն հեռուստատեսային սերիալներ եւ բազմասերիանոց ֆիլմեր։ Մենք շատ հաճախ այդ երկու հասկացությունները իրար հետ խառնում ենք ու հիմա շատ կարևոր է հենց այս նախագծի հետ կապված այդ շեշտը, որ ինքը հեռուստատեսային սերիալ չի, ինքը բազմասերիանոց ֆիլմ է եւ իր տեխնիկական եւ դրամատուրգիական եւ բովանդակային այդ ամեն ինչով եւ վիզուալ ամենավերջում, երբ որ հեռուստադիտողը կամ դիտողը տեսնելու է կադրը, ինքը բազմասերիանոց ֆիլմ է։ Ամենակարևոր բանը մեր շուկան, սերիալների շուկան սկսում է փոխվել ու առաջինը բացի կադրի որակ եւ այլն, ամեն առաջինը, որ էպիզոդիկ տեսարաններում նկարահանվում են բացառապես դերասաններ։ Չկան մարդիկ պատահական, ովքեր որ գալի ուղղակի տեքստ են ասում, բոլորը դերասաններ են ու հեռուստադիտողը, հանդիսատեսը իրեն շատ ծանոթ դեմքերի կտեսնի, բացի Մկոյից ու Լիանայից, շատ անակնկալներ կտեսնի։ Կատակերգության գլխավոր հերոսուհին քնիչ Մոնիկան իր գործընկեր Սերոփի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն հերթական հանցանքը բացահայտելու Մոնիկայի ջանքերը կարծես թե ապարդյուն են, քանի որ Սերոփին ուզում են վերացնել, եւ Մոնիկան դիմում է Մայսի օգնությանը, որը համակարգի լավագույն կրիմինալներից մեկն է, նախկին սպա, որն այժմ չի աշխատում։ Պարոն Մայս, ես ոստիկանությունից եմ, հատուկ բաժնի քննիչներից։ Ես էլ միս Եվրոպան եմ հասարակացային Գվինեայից։ Քո տանը ամեն ինչ իդեալական է։ Իսկ ի՞նչ կապ ունի այդ իմ ամուսնանալու հետ։ Դե ամեն ինչ այնպես է դասավորված, որ տղամարդու համար տեղ չի մնացել։ Սակայն ամեն բան գնալով ավելի բարդ ու վտանգավոր է դառնում։ Աստիճանաբար բացահայտելով գործի մանրամասները, Մայսին պարզ է դառնում, որ հանցագործության հետևում կանգնած է քաղաքի ամենախոշոր կրիմինալ խմբերից մեկի ղեկավարը։ Իսկ երբ պարզվում է, որ նրա հետ գործակցում է նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, Մայսն ու Մոնիկան կարծես թե հայտնվում են անելանելի դրության մեջ։ Մայսը նախկինում ստացած կոնտուզիայի պատճառով երբեմն կորցնում է իրականության զգացումը եւ այն տևում է ընդամենը 13 վայրկյան։ Այս պահերին Մայսը մեկմոռանում է ամեն ինչ, մեկընկնում այլ իրականության մեջ եւ նրա աչքին անցորդները կարող են երևալ որպես նախկին օպերացիայի հանցագործներ։ Երբեմն Մայսը ոչ ոքի չի ճանաչում եւ պարզապես թաքնվում է երևակայական գրակոծներից։ Այնուամենայնիվ այդ հանգամանքը չի խանգարում գործի մեջ միավորված երկու մարդուն՝ Մոնիկային եւ Մայսին, բացահայտելու հանցագործության մեղավորներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում ծիծաղաշարժ ու զավեշտալի պատմությունների արդյունքում։ Ֆիլմը խոստանում է բարձր տրամադրություն, այն հագեցած է բուռն ծիծաղով եւ անթիվ հումորային դրվագներով, իսկ Մկոն ու Լիանան իրենց անզուգական խաղով եւ կատակերգական դրվագներով յուրաքանչյուր էպիզոդում կզվարճացնեն բոլորին։ Շտապեք բաժանորդագրվել կինոհարթակին եւ ապրիլի 19-ից դիտել կատակերգությունը։ Չէ, այս հաստատ դժբախտ պատահար չի։ Ես երդվել եմ, որ գործընկերոջը սպանողներին պիտի բացահայտեմ։
Գլուխն ուտելը կոմայի մեջ գցելը չի։ Ես պայից սկսած դու արձակուրդում ես ու ոչ մի կապ չես կարող ունենալ այդ թմրանյութի գործի հետ։ Ես գիտեի, որ մի օր գալու եք իմ հետևից։ Բայց դուք դեռ Մայիս Արարատովիչին լավ չեք ճանաչում։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞, ինչ հետդ կկատարվի, եթե հանկարծ այդ կենթանին խոսեց։ Դու գիտես խեն ինչ ճանճաց ասում։ Հա, որտեվ դու քո հետևից ամեն ինչ ջնջում մաքրում ես։ Պարոն Մայիսի զուր եք նեղացել համակարգից։ Համենայն դեպս ձեզ թոշակի են ուղարկել առողջական խնդրի պատճառով։ Հիմա կպարչի, առաջ! Բայց ոնց հասկանամ։ Ինչպես միշտ դժվարությամբ։ Ասեմ հեչ ծիծաղելի չի։ Դզես! Ես ավելի հետաքրքիր եմ։ Հնդրվոսանք հետ խաղ չնավել է, ամինան։ Երկու հոգի քթների տակից մահճակալով հիվանդ են փախցնում։ Այդ նրանից է, որ չեր զգուշացրել թե ում հետ գործ ունենք։ Ձեր պրիստուպի մասին միակ հստակ տեղեկությունն այն է, որ տևում է ուղիղ 13 վայրկյան։ Դիմացեք մնաց 6 վայրկյան։ Ես էլ 3։ Ես արդեն ասեցի, ինձնից հույսդ կտրիր։ Հայաստան շատ մեծ քանակի թմրանյութ է մտնում։ Եվ եթե մենք նույն պահին չարգրավենք, այն կտարածվի ամբողջ երկրով եւ դուրս կգա վերահսկողությունից։ Ուզում եք ասել։ Ես գործի մեջ եմ։ Վայ, մոռացել էի պարկինգի վրա դնեի։